Չեմ հավատում, որ տեսանյութը իրական է, հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով նախորդին հրապարակված տեսանյութին, որտեղ Արցախի բարբառով եւ դիմակներով անձինք մեղադրանքներ էին հնչեցնում իշխանության հասցեին։ Այդ տեսանյութին արձագանքել է Նիկոլ Փաշինյանը, սպառնալով, որ դրա հեղինակները պատասխան են տալու։ Մարուքյանի կարծիքով սա Փաշինյանի որդեգրած նոր քարոզչական տակտիկան է։ Ուզում եմ ասել, որ չեմ հավատում, վիճարկում եմ, եւ սա մի նոր քարոզչական տակտիկա է, որ ընտրություններից ընդառաջ հասարակությանը բևեռացնեն, էլի նորից այդ արշավ սկսեն, իբր ահաբեկչական խմբեր կան, ուզում են սպանեն, չգիտեմ ինչ անեն, բան, եւ ժողովրդի խղճահարության վրա 21 թվականի պես ընտրությունները բևեռացրած տանեն եւ հաղթեն։ Դա համար ժողովուրդ ջան, մի խաբվեք, եթե ահաբեկչական խումբը իրական է, թող բռնեն, իհարկե թող բռնեն, իհարկե դատապարտում ենք, բայց ես ասում եմ, սա քարոզչական հերթական հնարքն է եւ էլի ադրբեջանական թեզերը շրջանառության մեջ են դրվում։ Ղարաբաղցիներ, ղարաբաղցիկ բան։ Ղարաբաղցիները որն է։ Կա Արցախայություն, կա Արցախի ժողովուրդ, այսինքն Ղարաբաղցի կարին, Ղարաբաղցյան կլանջ, գիտեմ ինչ։ Այսինքն այս տերմինոլոգիան ամբողջությամբ տեղավորվում է Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչությանը եւ ես դատապարտում եմ ու հենց հիմա վիճարկում, ասում սուտ եք խոսում, ոչ մի ահաբեկչական խումբ չկա, այս ամեն ինչը դուք եք կազմակերպել, ես կասկածում եմ, այս ամեն ինչը դուք եք կազմակերպել, որ ընտրությունները բևեռացնեք, ատելության մեջ թաղեք քարոզարշավը, ոչ մի խոսք չլսվի։